Ողջույն իմ YouTube-յան հետևորդներ, առաջին անգամ եմ նման ֆորմատով տեսահոլովակ տեղադրում իմ YouTube-յան ալիքում, բայց խոստանում եմ, որ այն կրելու է շարունակական բնույթ։ 2025 թվականը մոտենում է իր ավարտին, ուստի ժամանակն է հասկանալու, թե իր հետ ինչ էներգիաներ մեր կյանք կբերի 2026 թվականը, ինչ հնարավորություններ և ռիսկեր կունենանք 2026 թվականի ընթացքում և ինչպես կարող ենք 2026-ի էներգիան օգտագործել մեր կյանքը էլ ավելի բարեկեցիկ դարձնելու համար և աճ գրանցելու համար։ Շուտով կունենանք նաև վիդեոշարք նվիրված հորոսկոպի յուրաքանչյուր նշանին 2026 թվականի համար։ Ուստի մեկնաբանություններում գրեք ձեր հորոսկոպի նշանը, որպեսզի հասկանանք, թե որից կարելի է սկսել։ Ինչպես գիտենք, յուրաքանչյուր տարի իր հետ բերում է մեր կյանք նոր էներգիաներ, նոր հնարավորություններ ու նոր վտանգներ։ Այդ ամենը հասկանալու համար պարզապես պետք է վերլուծել տվյալ թվականը, հասկանալ, թե ինչ էներգիաներ է այն իր հետ բերում և ինչպես կարող է անդրադառնալ մեր կյանքի վրա։ Տարվա էներգիաները հասկանալու համար կան մի շարք նումերոլոգիական վերլուծության մեթոդներ։ Դրանցից ամենապարզը տարվա թվերը իրար գումարելն է, մինչև ստանանք թիվ 1-ից 22-ի միջակայքում ընկած։ Դրական էներգիաները, որոնք ազդում են մեր կենցաղային ու առօրյա և հոգևոր կյանքերի վրա, 22-ն են։ Դրանց հանդիպում ենք նաև տարրոյի ավագ արկաններում։ Եվ 2026 թվականի թվերը իրար գումարելով ստանում ենք 10 թիվը կամ 10-րդ էներգիան, որը ճակատագրի անիվի կամ պարզապես ճակատագրի էներգիան է։ Ճակատագրի անիվի էներգիան շատ հաճախ անվանում են նաև կարմայի էներգիա, որովհետև այն ներկայացնում է պատճառահետևանքային կապը մեր անցյալի, ներկայի և ապագայի միջև։ Ըստ այս էներգիայի գաղափարախոսության, մենք մեր կյանքում ստանում ենք այն, ինչին արժանացել ենք մեր նախկինում արած քայլերի արդյունքում։ Հաճախ 10-րդ էներգիան կապում են նաև նախկին կյանքի փորձառությունների հետ։ Մեր կյանքը անդադար շրջապտույտ է տարբեր պատմությունների, քայլերի, արարքների և հետևանքների միջև։ Ուստի ցանկացած քայլ և որոշում կատարելուց առաջ նախ պետք է վերլուծել ու հասկանալ, թե ինչպես այդ քայլը կանդրադառնա մեր ապագայի վրա, ինչպիսի հետք կթողի մեր կյանքի, մեր կարմայի, մեր հոգևոր մաքրության վրա և դրանից հետո նոր կատարել քայլը ելնելով արդեն ոչ միայն տրամաբանության, այլ նաև մեր հոգևոր արժեքներից։ 10-րդ էներգիան ծայրահեղությունների միջև բալանսը գտնելու և այդ բալանսը ոսկե միջինը պահպանելու մասին է։ Մենք այս աշխարհում անընդհատ գտնվում ենք երկու բևեռների՝ հոգևորի և նյութականի պայքարի միջև, ինչպես նաև բարի և չարի, լույսի և խավարի։ Այս երկու բևեռների բալանսը գտնելը և դրա կենտրոնում հենց ռեալիզացվելու մասին է խոսում 10-րդ էներգիան։ Մենք գտնվում ենք ծայրահեղ նյութականացված աշխարհում, որտեղ փողը աշխարհի լեզուն է, և փողի շնորհիվ լուծվում են գրեթե բոլոր խնդիրները։ Ուստի ապրել նյութականացված աշխարհում, սակայն փորձել լինել բացառապես միայն հոգևոր հնարավոր չէ, որովհետև նույն հոգևորության համար էլ նույնպես անհրաժեշտ են նյութական միջոցներ գիտելիք ձեռք բերելու, զարգանալու, կոմֆորտ կյանքը ապահովելու և տարրական տեղափոխությունների և կենցաղային հոգսերը լուծելու համար։ Ուստի 10-րդ էներգիան մեզ օգնում է մնալ հոգևոր, չկորցնելով կապը նյութական աշխարհի հանդեպ։ Բայց այստեղ շատ կարևոր է նաև չգնալ ամբողջությամբ նյութականի կողմ, մոռանալով հոգևորի մասին, որովհետև շատ մարդիկ տրվում են այդ գայթակղություններին, տրվում են շատ փող աշխատելու, դիրք և իշխանություն ունենալու գայթակղությանը և մոռանում են հոգևոր արժեքների մասին, իսկ այդ պարագայում մարդու արարքները բացառապես արդեն վերածվում են չարիքի թե՛ իր, թե՛ աշխարհի համար։ Այստեղ կարևոր է նշել, որ հոգևոր ասելով մենք միայն չենք հասկանում կրոնական կամ ինչ-որ փիլիսոփայական գաղափարները։ Հոգևոր նաև կարելի է համարել զուտ մարդկային հատկանիշները, ինչպիսիք են բարությունը, լավատեսությունը, կողակցին օգնելը, սերը և այլն։ Կարևոր է նաև ընդունել այն փաստը, որ այդ նույն սերը, օգնությունը պետք է լինի չափի մեջ, որովհետև չափազանց հոգևորությունը նույնպես մեզ կտրում է այս աշխարհից և խանգարում է մեր այս նյութական աշխարհում ռեալիզացվելուն։ Իսկ քանի որ մենք գտնվում ենք նյութական աշխարհում, ամեն դեպքում ոչ թե ոգեղենում, պետք չէ ցածրացնել նյութական աշխարհի կարևորությունը և միմիայն գնալ հոգևորի ետևից։ Իհարկե հոգևորը տիեզերական մասշտաբներում շատ ավելի վեր է, քան նյութականը,
բայց մենք գտնվում ենք նյութական աշխարհում։ Տիեզերական 22 էներգիաների գաղափարախոսությունը զետեղված է նաև Տարոյի տրցակում։ Այ օրինակ դասական Արթուր Ուեյթի Տարոյում 2026 թվականի հիմնական էներգիան ճակատագրի անիվը պատկերված է 10-րդ ավագ արկանում, որը կոչվում է հենց ճակատագրի անիվ։ Այս արկանը իր մեջ պարունակում է մարդկության ողջ պատմության, գրեթե ողջ գիտելիքներն, իմաստությունն ու փիլիսոփայությունը։ Եվ ներկայացվում է, որ այդ ամենը ոչ թե մեկը մյուսին իրարամերժ է, այդ ամբողջ փիլիսոփայությունն ու գիտելիքը, այդ թվում թե հոգևոր եւ թե կրոնական, ներկայացնում է մի ամբողջական իմաստություն եւ գիտելիք աշխարհի էության եւ իրականության մասին։ Քարտի կենտրոնում մենք տեսնում ենք անիվ, որը անդադար գտնվում է շրջապտույտի մեջ։ Այդ անիվը հենց կյանքն է, երբ մարդիկ ծնվում են, ապրում եւ մահանում, եւ եթե հավատում եք վերածննդի գաղափարախոսությանը, այս անիվը ներկայացնում է հենց Սանսարայի անիվը, երբ մարդիկ հոգիները գալիս են աշխարհ, ձեռք են բերում ֆիզիկական մարմին, անցնում են իրենց առաքելությամբ, մահանում եւ կրկին վերածնվում։ Ինչպես գիտենք, նախքան կրոնը կամ կոնկրետ կրոնական ուսմունքների ի հայտ գալը, մարդիկ ցանկացել են հասկանալ աշխարհի արարչագործական գաղտնիքները ալքիմիայի շնորհիվ։ Եվ այս անիվի կենտրոնում տեսնում ենք ալքիմիական սիմվոլներ, որոնք ներկայացնում են ջուրը, աղը, ծծումբն ու սնդիկը։ Անիվի վրա նաև տեսնում ենք լատինատար գրված տարո բառը, որը վերաբերում է հենց Տարոյի տրցակին, իսկ եթե այն կարդանք հակառակ ուղղությամբ, կստանանք Տորա անվանումը, որը հրեաների սուրբ գիրքն է եւ Աստվածաշնչի կարևորագույն հատվածներից մեկը։ Շրջանի մեջ եբրայերենով գրված է նաև Աստծո անուններից մեկը՝ Յահվե, Եհովա, ինչպես որ նրան անվանում են շատ քրիստոնեական գաղափարախոսությանը հետևող կառույցներ։ Հենց այս անիվը իրենից ներկայացնում է մեր կյանքը, բայց ինչպես տեսնում ենք, անիվից դուրս նույնպես կան որոշ կերպարներ, եկեք ծանոթանանք նրանց։ Անիվը իր վրա տանում է գայլի գլխով, բայց մարդու մարմնով էակը, որը հին եգիպտական դիցաբանության մեջ Անուբիսն էր, նա պատասխանատու է մեռյալների թագավորություն ուղեկցելուն մահվան էներգիաների համար։ Այստեղ տեսնում ենք նաև օձի սիմվոլը։ Օձի սիմվոլը ներկայացնում է ոչ միայն կրթությունը, զարգացումն ու ինտելեկտը, այլ նաև գայթակղությունները, եւ դրա մասին առաջին հիշատակումներից մեկը մեզ տրվել է հենց Աստվածաշնչում, երբ դրախտում Եվան տրվեց օձի գայթակղությանը եւ օգտվեց արգելված պտուղից։ Օձը այստեղ ներկայացնում են այն գայթակղությունները, այն դիվային գեղեցիկ կողմերը, որոնք մարդկանց ուղեկցում են ողջ կյանքի պտույտի ընթացքում եւ գայթակղում են նրանց։ Անիվի վերևում տեսնում ենք Սֆինքսին, որը հետևում է, որ ամեն ինչ կարգ ու կանոնով եւ ճիշտ լինի։ Պատկերված են այստեղ նաև 4 կերպարներ՝ ցուլը, առյուծը, արծիվն ու հրեշտակը, ովքեր կարդում են գրքեր եւ կարծես նաև գրի են առնում կատարվածը։ Շատ հեղինակներ պնդում են, որ այս 4 գրքերը հղում են նոր կտակարանի 4 ավետարաններին։ Ինչպես նաև այս 4 կերպարները՝ առյուծը, ցուլը, արծիվն ու հրեշտակը հղում են բնության 4 տարերքներին՝ հողին, կրակին, ջրին եւ օդին։ Այսպիսով մի քարտի սահմաններում մենք հանդիպում ենք ինչպես քրիստոնեական ուսմունքներին, ալքիմիային, հին եգիպտական դիցաբանությանը եւ նաեւ վերածննդի գաղափարին։ Եվ այսպիսով ճակատագրի անիվը ցանկանում է ցույց տալ եւ հղել մարդկանց, որ այս տարբեր գաղափարախոսությունները ճշմարտության մի մասնիկն են եւ ճշմարտությունը հասկանալու համար պետք է կարողանանք երևույթներին ու պատկերներին ամբողջությամբ մոտենանք եւ չբռնենք ծայրահեղություններից մեկը, չլինենք խիստ դոգմատիկ եւ չկարծենք, որ այս աշխարհի միակ ճիշտն ու ճշմարիտը մենք ենք ու ժամանակ տանք մեր դիմացիներին նույնպես արտահայտվելու, լսել նրանց կարծիքը, որից հետո արդեն որոշենք համաձայն ենք թե ոչ։ 10-րդ արքետիպի, 10-րդ էներգիայի, որը սպասում է մեզ 2026 թվականի ընթացքում, կարևոր է, որ մենք կարողանանք պահպանել այդ բալանսը նյութականի ու հոգևորի միջև։ Չլինենք շատ ծայրահեղական, ժամանակ տանք մյուսներին արտահայտվելու, չտրվենք մեր էգոյի գայթակղությանը եւ չփորձենք հասնել մեր նպատակներին մարդկանց վրայով անցնելով, որովհետև 10-րդ արկանը նաև կարմայի էներգիան է, նույն ինքը ոսկե բումերանգի, որը իր հերթին բերելու է
հետ այն ամենը, ինչ որ կտանք մենք աշխարհին։ Անկախ մեր ֆինանսական միջոցներից ու հնարավորություններից շատ կարևոր է մնալ հասարակ։ 2026 թվականին 10-րդ էներգիան բերելու է մարդկանց կյանքում կատեգորիկ փոփոխություններ աշխարհայացքի հետ կապված։ Շատերը կվերանայեն իրենց արժեհամակարգը, կլինեն նաև բախումներ կրոնական և փիլիսոփայական հաստատությունների միջև, քանի որ հենց այս տեսակ հաստատություններում են կուտակված ամենից դոգմատիկ մարդիկ և նման պարագայում 10-րդ էներգիայի պարագայում հնարավոր չի նմանատիպ բախումները։ Շատ կարևոր է նաև, որ 10-րդ էներգիայի տարվա ժամանակ մենք չմոռանանք մեր ակունքների մասին։ 10-րդ էներգիայի տարվա ընթացքում շատ կարևոր է, որ մենք ուսումնասիրենք նաև մեր ակունքները, ով ենք մենք, որտեղից ենք եկել, ինչ ծրագրեր են դրված մեր տոհմում, ինչ խնդիրների են առերեսվել մեր նախնիները, որ կարողացել են կամ չեն կարողացել լուծել, և որ խնդիրներն ու սխալներն են, որ նորից կրկնվում են։ Շատ կարևոր է, որ մենք ուսումնասիրենք հենց մեր պատմական հիմքերը, թե որտեղից են գալիս, ով ենք մենք և ինչու ենք կանգնում այն նույն սխալների առաջ, որի առջև կանգնել ենք նաև նախկինում և չենք կարողացել լուծել, կամ էլ լուծելու փոխարեն հետաձգել ենք։ 2026 թվականը խնդիրները լուծելու և դրանց վերջ տալու մասին է, ուստի եթե փորձենք հետաձգել խնդիրները, հետագայում շատ ավելի մեծ խնդիրների առջև կկանգնենք։ Շատ կարևոր է, որ այս տարվա ընթացքում մենք նաև ուսումնասիրենք հենց մեր տոհմը, մեր նախնիներին, մեր պապերին, տատերին, թե ինչ կյանքով են ապրել նրանք, ինչ ծրագրեր են ունեցել իրենց մեջ, ինչ ենք մենք իրենցից ժառանգել ոչ միայն նյութական իմաստներով, այլ նաև տաղանդների առումով, որովհետև շատ տաղանդներ կան, որ մենք ժառանգել ենք մեր տատերից ու պապերից, բայց ուղղակի չգիտենք դրա մասին։ 2026 թվականի ընթացքում խորհուրդ է տրվում լինել շատ ավելի հասարակ, չլինել բրենդամոլ, չփորձել մարգությանը ներկայացնել ֆեյք իրականություն, որովհետև տեսնում եք, Instagram-ում, TikTok-ում արդեն շատ են տարածված այդ ֆեյք հարուստները, ֆեյք էսթետները, ֆեյք առողջ ու երջանիկ ընտանիքով ապրող մարդիկ։ Շատ ստեր ջրի երես դուրս կգան ու այն մարդիկ, ովքեր այսքան ժամանակ փորձել են հանրությանը ներկայացնել մի ֆեյք իրականություն, այդ ամենը շատ հանգիստ ջրի երես է դուրս գալու, թե իրենց խաբեությունների, կեղծիքների ու գաղտնիքների տեսանկյունից։ Ուստի շատ բլոգերների երես կարող է բացվել այն առումով, որ իրանք անդադար խոսացել են իրենց շատ հարուստ և երջանիկ կյանքի մասին, մեկ էլ հոպ օրերից մի օր կարող է պարզվել, որ այդ մարդը իրականում թաղված է վարկերի ու պարտքերի մեջ, իսկ այն, ինչ որ նա ներկայացնում էր իր աուդիտորիային, պարզապես սխալ էր։ Այս տարվա ընթացքում փորձեք լինել մի փոքր ավելի համեստ։ Իհարկե մի զրկեք ձեզ ձեր սիրելի զբաղմունքներից, ճոխություններից և կոմֆորտից, դա շատ կարևոր է, բայց միևնույն ժամանակ մի փորձեք դա ցուցադրել աշխարհին, պարծենալ դրանով, որովհետև այն ամենը, ինչով մենք կպարծենանք ու այն ամենը, ինչից մենք կունենանք կախվածություն 2026 թվականի ընթացքում հեշտ ու հանգիստ մեր ձեռքից կվերցվի ուղղակի։ Առհասարակ վերջին տարիներին շատ են խոսում նոր կրոնի հայտնվելու մասին, դրա մասին նաև կանխագուշակել են շատ հին ժամանակներում, ուստի այս շրջանում շատ հավանական է հենց այդ նոր կրոնի ի հայտ գալը, բայց որոշակի վերապահումներով հնարավոր է, որ այդ նոր կրոնի կամ նոր կրոնական գաղափարախոսությունը ձևավորվի մինչ 2030 թվականը։ Ամենայն հավանականությամբ այդ նոր կրոն կոչվածի հիմքում ընկած են լինելու շատ էզոտերիկ գիտելիքներ և իրենից ներկայացնելու է համադրումը քրիստոնեության, բուդդիզմի և հինդուիզմի, որովհետև հիմա էզոտերիկան ու հոգևորությունը շատ պոպուլյար և ինչ-որ չափով մոդա է դարձել երիտասարդության շրջանակներում, շատ էզոտերիկ գիտելիքներ դարձել են հասանելի հասարակությանը և այդ ամենը կանոնակարգելու համար շատ հնարավոր է, որ արդեն գլուխ բարձրացնի նոր կրոն, որը շատ մեծ թափով կհավաքի հետնորդներ։ Այս շրջանում կարևոր է չընկնել տարատեսակ խմբավորումների և սեկտաների ազդեցության տակ, որովհետև նրանք 2026-ի ընթացքում նույնպես գլուխ կբարձրացնեն։ 2026 թվականը իդեալական տարի կլինի սեփական մասնագիտական գիտելիքները զարգացնելու, հոգևոր աճ գրանցելու և հոգևոր գիտելիքները զարգացնելու մասին։ Ուսումնասիրել հոգևոր գիտելիքներ ոչ միայն էզոտերիկա և փիլիսոփայության տեսանկյունից, այլ նաև ներկայիս հայտնի
կրոնական ուսմունքների սուրբ գրերը նույնպես ուսումնասիրել պետք է, բայց զգուշությամբ, որպեսզի դրանք չկարողանան ազդել ձեր վրա դոգմատիզմի և վախերի տեսքով, որովհետև այս շրջանում գլուխ կբարձրացնեն նաև կրոնական առաջնորդները, ովքեր իրենց հետնորդներին կփորձեն իրենց հետևից տանել տարատեսակ մանիպուլյացիաների և վախերի միջոցով, չպետք է տրվեք մանիպուլյացիաներին և հասկանաք, որ յուրաքանչյուր ուսմունք, դա կլինի թե սեկտա, թե այլ որևիցե հոգևոր կրոնական ճյուղ, որի հիմքում ընկած կլինի վախը, որի հիմքում ընկած կլինի ձեր սեփական էգոն մեծարելը, դա ձեզ միանշանակ կտանի սխալ ուղով և կործանման։ 2026 թվականին պատվով դուրս գալու համար շատ կարևոր կլինի լինել համերաշխ ինքդ քո հետ, ընդունել քեզ քո բոլոր առավելություններով և թերություններով, հնարավորության դեպքում շտկել թերությունները, փորձել դրանք զարգացնել և տանել ավելի լավը դարձնելու ուղղությամբ, իսկ եթե չեք կարողանում, պարզապես սովորեք այդ թերության, իսկ այստեղ թերությունը շատ մեծ ճակերտների մեջ թերության հետ համատեղ ապրելուն, որովհետև որքան փախնեք ինքներդ ձեզանից, ինքներդ ձեր ստվերային ու մութ կողմից, այդքան ինքներդ ձեզ ավելի եք վնասելու, իսկ այս տարի շատ կարևոր է, որ դուք դեմ առ դեմ ճանաչեք ձեր ստվերին, իսկ մեր ստվերի մեջ են մտնում մեր էգոն, մեր վախերը, մեր ամբիցիաները, այն ցանկությունները, որոնք մենք չենք կարողանում իրականացնել, ելնելով մի շարք արգելքներից, կրոնական արգելքներ, հասարակական արգելքներ, սոցիումի որոշակի նորմեր և այլն։ Դեմ առ դեմ պետք է հանդիպել սեփական ստվերի հետ, ընդունել այն և հասկանալ որքանով է հնարավոր այդ ստվերի պոտենցիալը բերել մեր կյանք և օգտագործել մեր կյանքը ավելի բարեկեցիկ և այս աշխարհին ավելի շատ օգուտ տալու նպատակով։ Իհարկե, ովքեր ինձ հետևում են երկար ժամանակ, նրանք գիտեն, որ ես չեմ խոսում օրինակ պետական մասշտաբի թեմաների մասին, չեմ կատարում որևիցե տեսակի կանխատեսումներ հանրապետության, մեր երկրի և քաղաքական որևիցե թեմաների չեմ խառնվում, բայց սա կլինի առաջին անգամը, երբ ես կխոսամ հենց մեր երկրի ու հանրապետության մասին, դուք ձեր էկրանին տեսնում եք Հայաստանի երրորդ հանրապետության մատրիցան և համաձայն այդ մատրիցայի 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության համար ակտիվ են լինելու 19-րդ, 10-րդ և 22-րդ էներգիաները։ 19-ը արևի էներգիան է։ 2026 թվականին դեռ շատ կարևոր է լինելու երեխաների հետ կապված որոշակի հարցեր, հատկապես տղա երեխաների, ուստի շատ կարևոր է, որ մայրերը ուշադիր լինեն իրենց երեխաներին, վերահսկեն երեխաների արարքները, հասկանան, թե երեխաները ում հետ են շփվում, որովհետև նաև շատ մեծ է ռիսկերը ակտիվացումը կազմակերպությունների, որոնք կփորձեն երեխաների վրա վատ ձևով անդրադառնալ կամ վնասել երեխաներին, ուստի մայրերի և հայրերի համար շատ կարևոր է հետևել իրենց երեխաներին և այստեղ մասնավորապես տղա երեխաների մասին է խոսքը։ Դե 10-րդ էներգիան հենց մեր երկրի գլխավոր արքետիպն է նույնպես, ուստի դա է հիմնական պատճառը, որ մեր երկրում շատ հաճախ են լինում ներքին անկայունություններ, որոշակի խռովմունքներ, որը 2026 թվականին կրկին լինելու է տարատեսակ ներքին անհամաձայնությունների, վիճաբանությունների տեսքով, շարունակվելու են խնդիրները դեռևս կրոնական թեմաների հետ կապված, բայց այս պարագայում շատ կարևոր է, որ հայերը ամուր լինեն կպած իրենց կրոնից, այս պարագայում քրիստոնեությունից, կամ գոնե ուսումնասիրեն իրենց նախնիների կրոնները հայդիցերին, բայց այս պահին Հայաստանի կրոնական էգրեգորը քրիստոնեությունն է, ուստի իմացեք այն օրը, երբ որ Հայաստանը դուրս կգա իր սեփական կրոնական էգրեգորի դեմ, այդ ժամանակ արդեն Հայաստանի համար այդքան էլ լավ չի լինի, շատ մեղմ ասած։ Ամեն դեպքում, որքան էլ չհամարեք ձեզ կրոնի մարդ, չհամարեք ձեզ կրոնավոր կամ անգամ աթեիստ, թույլ չտաք ձեզ ոչ մի պարագայում վատ խոսալ սեփական երկրի կրոնական կառույցի, կրոնական պաշտպանության մասին, որովհետև երկրի համար կրոնը գերկարևոր ինստիտուտ է, թե մշակութային և թե հոգևոր տեսանկյուններից։ Ես զբաղվում եմ նումերոլոգիայով և տարրոլոգիայով, որը մեղմ ասած այդքան էլ ընդունելի չի մեր եկեղեցու կողմից, բայց դա չի նշանակում, որ ես կարող եմ ինձ թույլ տալ սխալ արտահայտվել մեր երկրի հիմնական կրոնի և հոգևոր կառույցի հանդեպ։ Ամեն դեպքում
թույլ չտաք ձեզ տրվել այդ գայթակղությանը եւ ժամանակակից ու cool երևալու պատրանքին։ Հարգեք այն ինստիտուտը, որը պահպանել է մեր ազգի գոյությունը։ Այստեղ ունենք նաև 22-րդ էներգիան, որը տարոյում հաճախ համարակալվում է որպես զրոյական էներգիա ավագարկանների մեջ, խոսքը հիմարի էներգիայի մասին է։ Եթե կարճ ասենք, դեռևս շարունակվելու է, որ փորձեն մարդկանց հիմարացնել, տարբեր տեսակ fake ու սխալ լուրեր տարածել, բայց միևնույն ժամանակ հիմարի 22-րդ էներգիա դա նոր էջի, նոր հնարավորությունների էներգիա է եւ 2026 թվականին պետական մասշտաբով մենք ունենանք այսպես ասած վերջին հնարավորությունը մեր երկրի վիճակը լավացնելու։ Այստեղ շատ կարևոր է, որ կենտրոնանանք առաջին հերթին մեր անձի աճի, թե մեր մասնագիտական եւ թե հոգեվոր գիտելիքների տեսանկյունից։ 19-րդ էներգիան նաեւ տալու է մարդկանց շատ էգոիստական նկատառումներ, ուստի շատ կարևոր է բալանսի բերել հենց մեր էգոյի հակումները եւ չգնալ էգոյի զոհ, որովհետև էգոյով եթե առաջնորդվենք, մենք կիրականացնենք մեր վայրկյանական ցանկությունները, բայց երկարաժամկետ պլանում դա մեզ օգուտ չի տա։ Իհարկե չենք մոռանում էգոյի մասին, որովհետև նա մեր անձի գերկարևոր հատվածն է եւ հենց էգոն է մեզ օգնում ճիշտ ռեալիզացվել նյութական աշխարհում, բայց միևնույն ժամանակ թույլ չենք տալիս, որ էգոիստական նկատառումները վերցնեն մեր անձի կառավարումը։ Եթե 2026 թվականի ընթացքում չկարողանանք ճիշտ աշխատել տվյալ էներգիաների հետ, արդեն հաջորդ տարվա համար մենք ունենք 4, 10, 15 էներգիաները, որոնք կայսրի եւ սատանայի էներգիաներն են, սատանաբարից չենք վախենում ոչ մի պարագայում, բայց այնուամենայնիվ արդեն դա կունենա շատ ծանր հետևանք, որ 2027 թվականը իրենով վատ հետևանքներ կունենա երկրի մասշտաբի ու երկրի վրա առհասարակ։ Ուստի մեզանից ինչ հասնում է, պետք է այս տարվա ընթացքում անենք, որ 2027 թվականից կարողանանք նույնպես շատ օգուտներ քաղել։ Ընդհանուր առմամբ ինչ վերաբերվում էր 2026-ին եւ 10-րդ էներգիային, ես արդեն ասացի, շատ կարեւոր է չվախենալ կարմա բառից, որովհետեւ կարման ամենապարզ բաներից մեկն է՝ լավին լավ, վատին վատ։ Չենք տրվում փողի ու իշխանության այդ գեղեցիկ գայթակղություններին, որովհետև դա մեր վրա թանկ կնստի։ Առաջ ենք շարժվում տրամաբանությամբ եւ մեր սրտի հուշումներով։ Ամեն դեպքում անկախ կրոնական հայացքներից, անկախ փիլիսոփայական հայացքներից չենք մոռանում, որ բոլորս էլ մարդ ենք եւ առաջին հերթին պետք է շարժվենք ելնելով մարդկային արժեքներից, իսկ մարդկային բարձր արժեքներն էլ ընկած են ցանկացած կրոնի եւ փիլիսոփայության կենտրոնական հատվածում։ Եթե հետաքրքրված եք էզոտերիկայով, ցանկանում եք ստանալ շատ ավելի գիտելիք էզոտերիկայի, հոգևորության, տարոյի եւ աստղաբանության մասին, ապա հետևեք իմ ինստագրամյան էջին նույնպես, այնտեղ ես շատ ակտիվ եմ եւ գտնվում եմ անմիջական կապի մեջ իմ հետևորդների հետ։ Նույնպես, եթե ցանկանում եք ավելի խորանալ եւ հայտնվել իմ ավելի նեղ շրջանակում, կարող եք միանալ իմ Telegram-յան փակ խմբին, անդամագրությունը անվճար է, գրելով պարզապես նամակ իմ ինստագրամյան էջին։ Չմոռանաք մեկնաբանություններում կիսվել ձեր զգացողություններով, կարծիքներով եւ գրել նաեւ ձեր հորոսկոպի նշանը, որ հաջորդ տեսահոլովակում արդեն անդրադառնանք հենց ձեր հորոսկոպի նշանին եւ կատարենք կանխատեսում 2026 թվականի համար։ Լավ մնացեք։